Երեք ռուսական «Իզվեստիա» թերթը, որը Կրեմլի ազդեցության տակ է, հրապարակել է մի նամակ, բաց նամակ, որով Ռուսաստանի Պետդումայի հասարակական կազմակերպությունների եւ կրոնական կազմակերպությունների հետ հարցերով հանձնաժողովի ղեկավար ԼԴՊ կուսակցությունը ներկայացնող Յարոսլավ Նիլովը պաշտոնական նամակներով դիմել է կաթողիկոսին, դիմել է Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրատ Սրբազանին եւ դիմել է նաեւ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանին, որպեսզի վերջիններս հրապարակային կոչով դիմեն Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովին եւ ազդեն նրա վրա, ինչպես նամակում է նշված, վերջ տալու այն զարգացումները, որ այսօր տեղի են ունենում Ուկրաինայում։ Եվ նամակում իդեպ նշված է, որ Արսեն Ավակովը բազմիցս խոսել է իր հայկական ծագումի մասին եւ հետաքրքիր է, որ նամակը սկսվում է հայոց ցեղասպանության հիշատակումով, այսինքն ուկրաինական դեպքերը ռուսաստանցի պատգամավորը համեմատում է հայոց ցեղասպանության հետ եւ կոչ է անում հայ առաջնորդներին ինչ որ ձևով ազդեցություն ունենալ Արսեն Ավակովի վրա։ Մենք այսօր ձայնագրել ենք Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, ով հարցազրույցում ասաց, որ անհասկանալի է համարում այս կոչը։ Յենիշ որ դիմել են մեզ, որ մենք հայերի միության անունից Ռուսաստանի դիմենք Ուկրաինայի ներքին գործերի նախարարի Ավակովին, որ ինքը ինչ-որ իր գործողությունները այլ ձևի կազմակերպի կամ իր աշխատանքը այլ ձևի կազմակերպի, դա անհասկանալի է մեզ համար։ Ասում է, որ որպես Ռուսաստանի հայերի միություն, որպես այդ միության նախագահ ինքն իր մոտեցումն ունի այս հարցին, որ իրենք համարում են, որ այնինչ կատարվում է Ուկրաինայում իհարկե անթույլատրելի է եւ խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով։ Շատ կարեւոր է մեր համար, որ այդ բանակցությունների միջոցով կան խաղաղության եւ մեր համար իհարկե ամեն մի զոհ դա շատ ցավալի եւ անընդունելի է անկախ ազգությունից։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, դա իհարկե մենք եւ մեր շահը Ռուսաստանի կայունությունն է